Այս շաբաթ նախագահ Սարգսյանը հնգամի ընդմիջումից հետո Հունաստանում էր և Կիպրոսում Հայաստանի առաջնորդը խոսելով իր այցի մասին նկատեց. ոչ մի բարեկամություն չպետք է ընդունել որպես փաստ, այն պետք է սնել, խթանել և դա անելու համար պետք է հաճախակի հանդիպումներ ունենալ։ Հայաստանն ու Հունաստանը աշխարհաքաղաքական իմաստով երկու տարբեր տնտեսական ինտեգրացիոն միություններ են ներկայացնում՝ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն, երկու տարբեր ռազմաքաղաքական կառույցներ՝ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն, բայց երկու երկրներ ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ։ Այդ պատճառով երկուսն էլ փորձում են օգտակար լինել միմյանց, տարբեր շուկաներ մուտք գործելու ու նաև միասին բիզնես նախագծեր իրականացնելու համար։ Հայ-հունական օրակարգի քաղաքական բաղկացուցիչը բավականաչափ հարթ է, ընդ որում թե երկկողմ, թե տարածաշրջանային և թե միջազգային խնդիրների շուրջ, իսկ այ երկկողմ առևտրատնտեսական շփումը հայ-հունական Աքիլեսյան գարշապարն է, կամ ինչպես նախագահ Սարգսյանը նկատեց, ամենաթույլ օղակը, որը պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով։ Այսօր Հայաստանն էլ, Հունաստանն էլ փորձում են հաղթահարել տնտեսական մարտահրավերները, ամեն երկիր իր խնդիրների առանձնահատկությունը հաշվի առնելով։ Այդքանով հանդերձ Հունաստանն ու Կիպրոսը մեզ համար ոչ միայն գործընկեր երկրներ են, այլև բարեկամ պետություններ ու պատմական ընկերներ։ Այդ պատճառով այնինչ այսօր գուցե մինչև վերջ չի հաջողվում իրականացնել, չի կարող ստվերել այն հսկայական մշակութային, կրոնական և պատմական կապերը, որոնք մեր բարեկամությունն ամրացրել են սերունդների համար։ Նախագահ Սարգսյանի հունաստանյան և կիպրոսյան այցերին ուղեկցում էր Շաքե Ղազարյանը։ Հատուկ ընտրված ամենաքիչը 1.87 մ հասակով F-զոնները հունական պատվոպահակախումբը անհայտ զինվորի հուշարձանի մոտ կանգնած են տարին 12 ամիս։ Նախագահական պալատ գնալու ճանապարհին հենց այստեղ կանգ առավ Հայաստանի ղեկավարը։ Պատվոպահակախմբի ստուգայցի շարունակությունը նախկին թագավորների շենքում։ Այստեղ էլ զինվորներն այն հանդերձանքով են, որ կրում էին հույն ապստամբները օսմանյան կայսրության դեմ պայքարում։ 160 մեխերով չարոխներից յուրաքանչյուրը 5 կիլո է։ Կիսաշրջազգեստի 400 ծալքերն էլ օսմանյան լծի տակ գտնվելու տարիներն են խորհրդանշում։ Սարգսյանն ու Պրոկոպիոս Պավլոպուլոսը զրուցելով քայլեցին դեպի նախագահի աշխատասենյակ, տեղավորվեցին ոչ թե դեմ դիմաց, այլ կողք կողքի, բազմոցին։ Արարողակարգը տեսախցիկներին 1-2 րոպեից դուրս չհրավիրեց, ու նախագահների առանձնազրույցը դարձավ հանրային, բարեկամական։ Պատահական չէ, որ մեր ժողովուրդների փոխհարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և փոխհասկացողության բարձր մակարդակ։ Հայ-հունական բարեկամությունը նախագահը սովորաբար հույն մտածողների խոսքերով է նկարագրում։ Այս անգամ սակայն Սերժ Սարգսյանի խոսքում հիշեցում կար. ոչ մի բարեկամություն երաշխավորված պետք չէ համարել։ Բարեկամության համար պետք է աշխատել, բարեկամությունը պետք է սնել, բարեկամությունը պետք է խթանել։ Գործընկերոջ հետ գլխի շարժումով համաձայնվող Պավլոպուլոսը Հայաստանի կարևոր հարցերին տեղյակ է, մինչև նախագահի աթոռին նստելը խորհրդարանում հայ-հունական բարեկամական խմբի անդամ էր։ Հունաստանն աջակցում է ու կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ջանքերին։ Հունաստանի նախագահն իր բոլոր ասացներով ընդգծում էր, տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում եղել են, մնում են ու կմնան սկզբունքային։ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, բայց վրեժխնդրությամբ լցված չենք։ Պավլոպուլոսի միտքը Սերժ Սարգսյանը շարունակեց։ Մենք հիշում ենք ցեղասպանությունը, որպեսզի երախտագիտություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր դժվարին պահի մեզ ձեռք են մեկնել, որպեսզի կանխարգելենք ապագա ցեղասպանությունները և որպեսզի կարողանանք վերացնել, ապացուցել, որ այո, մեր թշնամիներին չի հաջողվել մեզ վերացնել։ Առաջին պաշտոնական հանդիպման ավարտին հրաժեշտ 4 ձեռքով, թեև այստեղից գործընկերները միասին դուրս եկան։ Զրույցը ճաշի սեղանի շուրջ շարունակեցին ու ամենաթույլ օղակի վրա կենտրոնացան՝ տնտեսություն։ Ներուժը կա, ինչու առևտրատնտեսական կապերը չհասցնել քաղաքականի մակարդակին։ Հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը, հիմնվելով առկա ներուժի վրա։ Ստինի յասա, այդպես են ասում։ Ստինի յասաս, բարով տեսանք, հնչեց նաև կառավարությունում։
Ողջունից հետո միանգամից գործի անցան հայ-հունական նոր պայմանագրերով, առողջապահական, կրթական ու մշակութային փաստաթղթերի վրա հույները գրեցին սիմֆոնիա, համաձայնություն։ Այս ամբողջ ընթացքում Ցիպրասը ինչպես միշտ առանց փողկապի էր, նրա կաբինետի որոշ անդամներ նույնպես։ Բայց Հունաստանի երիտասարդ վարչապետը փորձում է ապացուցել, իր քաղաքականությունը անփողկապ չէ։ Եվ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը հայ-հունական հեռանկարային ծրագրերի մասին խոսեց, գլխավորապես առևտրատնտեսական։ Հեռանկարային կարող է լինել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը։ Պատրաստ եմ սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։ Պաշտոնական հանդիպումներն Աթենքում օրվա առաջին կեսին էին։ Հայտնի է, Հունաստանում մինչև ժամը 2-ն են աշխատում, հետո սիեստա, քնում են։ Այդ ընթացքում Հայաստանի նախագահը հասցրեց ամբողջությամբ կատարել հագեցած ծրագրի մյուս մասը։ Հայաստանի օրդերքը Արմենիա փողոցում հաճախ է հնչում, հայերին զանգակն է կանչում, հայրենիքի կարոտն առնելու համար այստեղ են գալիս, հուն ճարտարապետը զանգակին է փոխանցել ցեղասպանությունը վերապրածների ցավը, խոսերով, ճաքերով։ Երեկոյան նախագահ Պավլոպուլոսը խախտեց հանգիստն ու միացավ հայ գործընկերոջը, այնտեղ որտեղ Արարատի ոգին է տիրում, բյուզանդական ու քրիստոնեական արվեստի թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանը առաջին անգամ է այս ծավալի ցուցադրությամբ ներկայանում Հունաստանում։ Այստեղ գլխավոր իրադարձությունները զարգացան 3-րդ դարի խաչքարերի մոտ, այդտեղ էլ հնչեցին ելույթները, նախագահները հենց այդտեղ լուսանկարվեցին ու մշակույթի նախարարը հենց խաչքարերի մոտ էլ փոխանցեց հայկական շունչը, 10-րդ դարի բուրվարը, Անիից։ Մինչև Սերժ Սարգսյանը կհասներ Կիպրոսի նախագահական Նիկոս Անաստասիադեսը րոպեներ առաջ էր մուտքի մոտ սպասում։ Հետո նաև պարզվեց, պարզապես գործընկերներ չեն, ընկերներ են։ Պաշտոնական հանդիպումից հետո իրենց սպասող լրագրողների մոտ նախագահները դուրս եկան միմյանց անունով դիմելով։ Սիրելի Նիկոս, այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր երկրների մոտեցումները ուրախությամբ եմ այս փաստ արձանագրում լիովին համընկնում են։ Այստեղ ես իմ ընկերոջն եմ ողջունում։ Իմ լավ բարեկամից ու ընկերոջից Սերժից տեղեկացա այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ։ Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով։ Ընկերները եղածով չեն պատրաստում սահմանափակվել։ Այս հանդիպումը երկկողմ օրակարգը բազմազան դարձնելու համար է։ Կիպրոսը Հայաստանի կողքին է բոլոր ոլորտերում, կրթությունից մինչև անվտանգություն։ Հայաստան աշխարհում մեր կարոտն ես, Նարեկ Վարժարանի փոքրերը հենց արտաբերում են այս բառերը, երաժշտության ուսուցիչը աչքերը լցնում են։ 10 տարվա ամբողջ ապրած դարիներս միտքից մեջ ունեն, ոչ մի երկվարյան չեմ մորցած, ոչ ալ պիտի մոռնամ։ Հիմա Նարեկ Վարժարանի սաներին է անընդհատ ասում, գնացեք, հայրենիքը տեսեք, գալիս են, տեսնում են։ Շատ հայեր չգան Կիպրոս, մենք շատ ուրախ ենք, երբ որ Հայաստան կացինք, որտեղ ուրիշ հայեր տեսանք եւ գրցանք նայել մեր հայկական պատմությունը։ Դուք ինչն եք հիշում նվագելու ժամանակ։ Հիմա այժմ Սարդարապատը։ Դաշնակահարուհին էլ հենց նվագում է Սարդարապատն է աչքի առաջ գալիս, ու այս մթնոլորտում էլ Կիպրոսի արտգործ նախարարության բակում բացվեց հայկական խաչքարը։ Հայերի նվերը Կիպրոսին, Ջուղայի ոչնչացված խաչքարը Ռուբեն Նալբանդյանի ձեռքի աշխատանքն է։ 16-րդ դարի խաչքարի կրկնօրինակը մեկ ամսում է պատրաստել։ Սա իր 1040-րդ խաչքարն է։ Այն ոչնչացվել է, բայց վերածնվել, ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը։
Այս ընթացքում Խաչքարին է մոտենում Կիպրոսի ամենատարեց սկաուտը, ում հետ զրուցի ինչ էլ ասի, թեման հայկական բանակն է։ Մեր հայ զինվորները Քաչարի են, հերոս են, նվիրված են։ Ավելի ուշ սկաուտը գերագույն գլխավոր հրամանատարին մոտեցավ, զինվորական պատիվ տվեց, ներկայացավ, իրեն անմահունիկ ասեն, ու Սերժ Սարգսյանի կրծքին մեդալ ամրացրեց, անձամբ իր անունից է, Միասնության խորհրդանիշ։ Շաքե Ղազարյան, Կարեն Ազատյան, Վարդան Պետրոսյան, Վանաձե։